Եվ այսպես, սիրելի բարեկամներ, մենք զրուցում ենք պարոն Վազգեն Պետրոսյանի հետ Հայաստանի ժողովրդական շարժում հասարակական կազմակերպության համակարգող եւ թուրքագետ, ողջունում եմ կրկին անգամ պարոն Պետրոսյան, եւ մենք զրուցելու ենք հետեւյալ երկու հիմնական թեմաների շուրջ. առաջին թեման լինելու է Իրանում պատերազմը, երկրորդ մեծ թեման լինելու է ընտրությունները Հայաստանում ձեր թույլտվությամբ։ Եվ այսպես Իրանում պատերազմ է, Թրամփի վերջին որոշումների մասին ենք խոսելու, մասնավորապես Հորմուզի նրբանցքի վերաբերյալ, ցամաքային գործողություններ լինելու են, չեն լինելու, ինչ ենք մենք պատկերացնում, ինչ ցուցիչներ ունենք մենք, բանակցություններ ընթանում են, թե չէ, Թրամփն ասում է ընթանում է, Իրանն ասում է բանակցություններ չեն բնավ, փաստաթղթեր են մեզ տալիս եւ զգուշացնում է, ասում է մեզ հետ վերջնագրերով մի խոսեք, եւ շատ հետաքրքիր էր, ես կցանկանայի դրա մասին էլ որ մենք խոսեինք, Իրանի դեսպանը Հայաստանում խոսք է այսպես ուղղել երևի ամբողջ աշխարհին եւ հայերին, նա ասել է, որ Հայաստանի եւ Իրանի սահմանը խաղաղության սահման է եւ կենսական նշանակություն ունի Իրանի համար։ Եվ այսպես ձեր գնահատականը ձեր որպես Հայաստանի ժողովրդական շարժում հասարակական կազմակերպության համակարգողի կարծիքը։ Նախ եւ առաջ, երբ որ մենք խոսում ենք Միացյալ Նահանգներ Իրան պատերազմը, դա այսպես ասած գծային պատերազմ չի։ Մենք ապրում ենք մի դարաշրջան, որտեղ որ ամբողջ աշխարհում գնում է բազմաշերտ եւ բազմակողմանի խաղեր, որի ընթացքում ամեն մի պետությանը տրվելու է հաջորդ համաշխարհային նոր համակարգում յուրահատուկ, այսպես ասած, դիրքավորում եւ խաղային կանոններ։ Եվ հաղթում են այն պետությունները, որոնք որ այդ խաղային կանոնները ճիշտ գնահատում են եւ կարողանում են այդ բազմաշերտ խաղի մեջ իրենց խաղը իրականացնել։ Այդ խաղը քաղաքականության մեջ կոչվում է քվանտային խաղաղություն, այսինքն մի դերակատարը ունի բազմաֆունկցիոնալ գործողություն։ Ոստի մենք պիտի այդ տեսանկյունից դիտարկել Միացյալ Նահանգներ եւ Իրան պատերազմը։ Նախ եւ առաջ այս պատերազմի բուն նպատակը նոր համաշխարհային համակարգում Միացյալ Նահանգների հեգեմոնիայի պահպանումը եւ դրա կյանքի երկարաձգումն էր, որի պատճառով Միացյալ Նահանգների խորքային իշխանությունը այդտեղ Թրամփը իսկապես դերակատար չի։ Թրամփը ընդամենը մի տիկնիկ է, որին ասում են թե ինչ անի կամ ինչ չանի։ Իր իրավունքները չափազանց սահմանափակ են։ Միացյալ Նահանգներում որևիցե նախագահ չի եղել եւ չի էլ լինելու, որ կարողանա իր սեփական տեսակետները պարտադրի արտաքին քաղաքականության մեջ։ Քանի որ Միացյալ Նահանգները պետություն է, որը ծրագրում է իր արտաքին քաղաքականությունը գալիք 25, 50, 100 տարվա համար։ Իսկ նախագահները առավելագույնը լինում են 8 տարի։ Ուստի նախագահները դերակատարում չունեն արտաքին քաղաքականության մեջ։ Իրենք ուղղակիորեն ստորագրողներն են։ Սա մեկ։ Երկրորդը։ Այս պատերազմի հիմնական նպատակը այն էր, որ հաջորդ համաշխարհային համակարգում, որը հիմնականում բաժանվելու է երկու խոշոր պետությունների միջև՝ Չինաստան եւ Միացյալ Նահանգներ, Չինաստանին հասնող եւ դեպի Չինաստան գնացող հիմնական նավթամթերքը ու նաեւ գազի ընթացքը դեպի Չինաստան սահմանափակել եւ վերահսկել։ Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգները փորձում է վերահսկողություն սահմանել Իրանի վրա կամ տրոհել նրան։ Լավագույն պարագայում տրոհել եւ տարածաշրջանում ստեղծել երկարաժամկետ քաոս, վատագույն դեպքում Իրանի հետ համաձայնության գալ, որպեսզի Միացյալ Նահանգները վերահսկի Հորմուզի նեղուցը, որից անցնում է աշխարհի շուրջ 20% նավթը, մոտ 30% գազը, մի քանի տասնյակ տոկոս ալումինը եւ աշխարհի լուրջ արդյունաբերության համար հելիում գազի 30%-ը։ Հելիում գազը մեզ մոտ պատկերացնում են որպես գազ, որը փչվում է փուչիկների մեջ եւ բաց է թողվում։ Բայց իրականության մեջ ինքը շատ լուրջ դերակատարում ունի
արհեստական բանականության զարգացման մեջ, լուրջ դերակատարում ունի չիպերի, միկրոչիպերի արտադրության մեջ, շատ լուրջ դերակատարում ունի արագացուցիչների եւ MRI սարքերի կամ MRT կամ մեզ մոտ հայտնի որպես YAMR սարքերը դրա մագնիսական դաշտի սառեցման մեջ իրենք լուրջ դերակատարում ունեն եւ դա արդեն կանգնել է այսինքն եւ Հորմուզի նեղուցից նաեւ անցնում է աշխարհի պարարտանյութի 47%-ը սա է ամբողջական պատկերը Միացյալ Նահանգները ինքը Հորմուզի նեղուցից ոչ նավթ է ստանում ոչ գազ Արդեն 2019 թվականին թերթաքարերի քայքայման արդյունքում իրենք հասան այնտեղ, որ իրենց նավթի պաշարի խնդիր չունեն եւ նավթի արդեն դրսից էլ չեն ներմուծում 2019 թվականից այս կողմ։ Եվրոպան էլ ներմուծում է ընդամենը 3-ից 5% նավթը եւ մոտավորապես 15% գազ։ Հիմնական խնդիրը այստեղ նաև պարարտանյութն է, որը որ գնում է դեպի Միացյալ Նահանգներ, հելիումներ, որը գնում էր դեպի Միացյալ Նահանգներ, Թայվան եւ մնացած տեղերը։ Այսինքն մենք ունենք այսպիսի մի իրավիճակ։ Այս իրավիճակի մեջ Միացյալ Նահանգների հաշվարկը հետեւյալն էր։ Նախ եւ առաջ ասեմ, որ ըստ երևույթին Միացյալ Նահանգները ռազմավարական լուրջ սխալ թույլ տվեց Եվ կենտրոնական հետախուզության վարչությունը Միացյալ Նահանգների եւ Պենտագոնը ունենալով հսկայածավալ տեղեկատվություն իրենք սխալ վերլուծություն իրականացրեցին եւ սխալ եզրահանգման եկան։ Միացյալ Նահանգները պաշտոնապես Իրանի տարածքի վրա ունի շուրջ 3 տասնյակից ավել արբանյակներ, որոնք 24/7/365 ռեժիմով վերահսկում են Իրանի տարածքը։ Այնտեղ Միացյալ Նահանգները նաև ունի Իսրայելի Մոսադը, որը բավականին լուրջ ներթափանցում ունի իրանական տարբեր շրջանների մեջ։ Եվ իրենք բավականին լուրջ տեղեկատվություն էին կուտակում եւ փոխանցում Միացյալ Նահանգներին։ ՆԱՏՕ-ի 26 պետությունները, ներառյալ Կանադա, Ավստրալիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Ավստրալիա, արաբական երկրները իրենք էլ իրենց ցանցերի միջոցով Իրանից տեղեկատվություն էին փոխանցում Միացյալ Նահանգներին։ Միացյալ Նահանգները այն եզրակացության էր հասել, որ եթե Իրանում խոցվի Իրանի կրոնական հոգևոր առաջնորդը եւ ռազմական վերնախավը, Իրանում տեղի կունենա քաոս, կառավարման քաոս, եւ որից հետո դուրս կգան ժողովուրդը փողոց տեղի կունենա իշխանափոխություն եւ իրենք կկարողանան անել այն, ինչը որ ներկայդրությամբ անում են Վենեսուելային, այսինքն բերել իշխանության մի անձի, որը իրենց համար ավելի ձեռնտու անձնավորություն է։ Պարոն Պետրոսյան, եթե կարելի է, ես այստեղ փակագծում մի հարց տամ ձեզ։ Այդ դուք ասում եք սխալ հաշվարկ է արել եւ վերեցիք այդ կետը, որ առաջնորդին վերացնելով կլիներ այդպիսի արդյունք։ Արդյոք ցանկացած Իրանագետի համար պարզ չէ, որ այդպես չէր լինելու։ Գուցե դա ոչ թե սխալ հաշվարկ էր, այլ հակառակը հատուկ սխալ հաշվարկ էր, որտեղ նորից եմ կրկնում, արդյոք պարզ շարքային Իրանագետի համար պարզ չէր, որ այդպես չի լինելու։ Նախ եւ առաջ Միացյալ Նահանգները սովետական միության տապալումից հետո այնտեղ իրենք չափից ավել ինքնավստահություն ձեռք բերեցին եւ հպարտացան ու դարձան ամբարտավան։ Իրենց վարքագիծը ամբողջ աշխարհում, սկսած Հարավսլավիայի ռմբակոծությունը 1996 թվականին, հետո 1999 թվականին, Իրաքի, Աֆղանստանի վրա հարձակումը, Լիբիայի վրա հարձակումը ու Սիրիայի վրա հարձակումները, հետո Իրանի վրա հարձակումը, այդ թվում նաև Վենեսուելայի վրա հարձակումը ցույց էր տալիս, որ Միացյալ Նահանգները ինքը իրեն դրսևորում է որպես համաշխարհային գերհզոր ուժ եւ ցանկություն ունի բոլոր հարցերը լուծել ուժի միջոցով։ Եվ դրանից բացի
Արաբական երկրներում ու նաև նախկին սովետական միության տարածքում իրականացած իր գունավոր հեղափոխությունները չափից ավել ինքնավստահություն էին տվել Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ իրենք գրեթե բավականին երկար ժամանակ չեն լսում լուրջ մասնագետների իրենք չէին լսում մինչև անգամ Բրեժինսկին իր գրքերը որ կարդում եք ինքը կանխատեսում էր այս բոլորը եւ ինքը զգուշացնում էր կամ թե չէ Փոլ Քենեդին որը մի քանի տասնյակ գրքերի հեղինակ է ու նաեւ գրել է շատ կարեւոր գիրք 2012 թվականին ինչպես են կործանվում կայսրությունները եւ այնտեղ ինքը վերլուծել էր 13 կայսրություն վերջի 500 տարվա ընթացքում որոնք կործանվել էին եւ ստացել էր ընդհանուր մեկ նմանություն բոլոր կայսրություններում, որ իրենք գալիս են այսպես բարձրանում են եւ հետո անկում են ապրում։ Եվ ինքը բաժանել էր 17 փուլերի։ Եվ ինքը պատճառները տարբեր։ Անկախ ամեն ինչից իրենք անցնում են այս 17 փուլերը։ Եվ ինքը 2012 թվականին հստակ հայտարարել էր իր գրքի մեջ, որ Միացյալ Նահանգները գտնվում է 17-րդ փուլում։ Եվ պետք է փոխի իր արտաքին քաղաքականությունը։ Բայց Միացյալ Նահանգներում լուրջ մասնագետների տեղի չտվեցին։ Այդ թվում կային տասնյակ ավելի լուրջ մասնագետներ, նաև Չիկագոյի համալսարանում կամ այլ համալսարանում, որոնք զգուշացնում էին։ Բայց այդ ինքնաչափից ավել ինքնավստահությունը թույլ չտվեց իրենք տեսնեն իրականությունը։ Իրենք ավելի շատ հետևում էին տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանի, իրանագետներին, որոնք որ իրականության մեջ դժբախտաբար իրենք ավելի շատ գրականագետ են, քան թե իրանագետ։ Իրանի գրականության գետ, հա? Այո։ Որպեսզի իրենք իրանագետ դառնան, իրենք պետք է երկար ժամանակ ապրեն Իրանում։ Չմոռանանք Իրանը մի պետություն է, որ վերջի 3000 տարվա ընթացքում պահել է իր պետականության շարունակությունը։ Այնտեղ արձակվել են Ալեքսանդր Մակեդոնացին, արձակվել են մոնղոլները, արաբները, բոլորը։ Բայց Իրանը կա։ Իրանի պետական համակարգը ինքը ցանցային համակարգ է, կապված չի անձից։ Եվ դա ի շնորհիվ, ի պատիվ Աստվածօգին լուսավորի Խամենեի, Այաթոլլահ Խամենեի շնորհիվ էր, որ ինքը իր 37 տարվա կառավարման համակարգի ժամանակ պետական համակարգը ստեղծեց ցանցային համակարգ, որտեղ որ ոչ մի բան կախված չի առաջի դեմքից կամ առաջի դեմքերից։ Եվ մենք տեսնում ենք, որ Խամենեի սպանությունից ընդամենը 2 ժամ հետո Իրանը արձակեց Միացյալ Նահանգների տարածաշրջանային 17 բազաների եւ Իսրայելի վրա ավելի քան 350 հրթիռ։ Ոչ մեկը դա չէր սպասում։ Եվ այդ պահից հետո արդեն պարզ էր, որ Իրանը այս պատերազմում տեղի չի տա։ Ինչքան էլ հարվածները լինեն ուժգին։ Բայց դեռ ընթացքում է պատերազմը եւ մենք խոսում ենք ցամաքային գործողությունների հնարավորության մասին եւ գուցեև մենք դուք հիմա այնպես եք ներկայացնում, որ Միացյալ Նահանգները կարծես թե այնպեսի տպավորություն է, որ դուք կարծում եք, որ Միացյալ Նահանգները արդեն իսկ չնայած դեռ մեկ ամիսն է ընդամենը ավարտվել պատերազմական գործողությունները, Թրամփը խուսափում է օպերացիա բառն է օգտագործում, պատերազմական ռազմական գործողությունների սկզբից, դեռ կարող է Միացյալ Նահանգները ջախջախել, ինչ ասեց, վերացնել այս պետությունը։ Այդպիսի ձևակերպումներ են օգտագործում։ Մինչև պատերազմի երկրորդ օրը առիթ ունեցա մի քանի հեռուստաընկերություններում մինչև պատերազմը կներեք, մինչև պատերազմը փետրվարի կեսերն էր, վերլուծեցինք, թե ինչ ունի Միացյալ Նահանգները տարածաշրջանում։ Եվ այն ժամանակ արդեն BBC լրատվամիջոցը եւ Washington Post-ը եւ New York Times-ը
մի քանի հոդվածներ էին հրապարակել Միացյալ Նահանգների ռազմական ունեցվածքի մասին տարածաշրջանում։ Այդ ունեցվածքը վերլուծելով շատ պարզ էր, որ Միացյալ Նահանգները իր այդ ունեցվածքով շատ մեծ բան ի վիճակի չի անելու։ Երբ որ մենք խոսում ենք ցամաքային պատերազմի մասին, մենք պետք է հասկանանք այդ գործողություն իրականացնելու համար Միացյալ Նահանգները ինչ ունի։ Ես էլ ուզում եմ $2 միլիարդ փող, բայց ունեմ։ Սա կարևոր է։ Դե բերում հասցնում Միացյալ Նահանգները բերում է ուրիշ տեղերից հավաքում, բերում է գիտեք, հասցնում է։ Միացյալ Նահանգները շատ լուրջ խնդիր ունի ռեզերվում։ Իրենք որպեսի հարձակվեն Իրաքի վրա 2003 թվականին ավելի քան 250,000 զորք էին տեղափոխել Միջին Արևելք եւ 250,000 զորքով հարձակվեցին։ Հետագայում իրենք տարածաշրջան բերեցին եւ անընդհատ փոխարինում էին շուրջ 750,000 զորք։ Իրանը 1,700,000 քառակուսի կիլոմետր տարածք է։ Որպեսզի Միացյալ Նահանգները կարողանա նմանատիպ գործողություն իրականացնի այնպես ինչպես որ Իրաքում էր, Ամերիկան կարիք ունի 1 միլիոն զորքի։ Այսինքն այն թվերը, որ հիմա ներկայացնում են, ուղղակիորեն խաղալիք է եւ իմիտացիա է։ Գուցե հատուկ շփոթեցնելու համար են այդ թվերը 10,000 չէ, 10,000-ի մասին չէ, 50,000-ի մասին է։ Այս պատերազմը, որը ընթանում է ներկա դրությամբ, հիմնականում նարատիվների պատերազմ է։ Այստեղ նարատիվներն ավելի շատ են խոսում, քան այն ինչը որ կա իրականության մեջ։ Նախ եւ առաջ, եթե մենք պատկերացնենք պատերազմների ընթացքը, բոլորը ունեն 3 տեսակ։ Եվ կողմերը ունեն 3 վարքագիծ, 4-րդ վարքագիծը չկա։ Մի վարքագիծը այն է, որը Միացյալ Նահանգներ ունի։ Ինքը սկսում է շատ բարձր կետից, սկսում է հարվածներ հասցնել, ռմբակոծիչներով, հրթիռներով եւ այլը, եւ որոշ ժամանակ գնում է եւ հետո անկում է ապրում։ Քանի որ Միացյալ Նահանգներում, մանավանդ Իրան, Ամերիկա այս պատերազմը ցույց տվեց, որ Միացյալ Նահանգները հակառակ իր այդ բոլոր գիգանտ արտադրությունը, որ ունի, իր արտադրությունը շատ սահմանափակ են։ Մանավանդ թևավոր հրթիռների, որը տարեկան ընդամենը արտադրում է շուրջ 100-120 հատ, 120 միավոր, իսկ պատերազմի 4 շաբաթվա ընթացքում օգտագործել է 850 միավոր, իսկ ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգների ունեցվածքը, ամբողջ աշխարհում եւ իր դաշնակիցներին տված ունեցվածքը, Tomahawk տիպի հրթիռները ընդամենը շուրջ 3000 հատ էին։ Լավ, թող լինի 4000-ը, 1000-ն էլ պահել են, չեն խոսել դրա մասին։ Այսինքն մենք տեսնում ենք մոտ 20%-ը իրենք արձակել են 20 օրվա ընթացքում։ Այսինքն իրենք ունեն լուրջ խնդիր արտադրության մեջ։ Իրենք ունեն եւ շատ են գովում Patriot համակարգը ու THAAD համակարգը, բայց երկուսն էլ ավելի քան տարածաշրջանում իրենք արձակել են պաշտոնական տվյալով ավելի քան 2400 հատ։ Դե իրենք արդեն Patriot էին ուզում այստեղից այնտեղից։ Իրենք արդեն վաղուց ի վեր է որ հավաքում տանում են։ Իրենք Հարավային Կորեայի նտարան, Գերմանիայի նտարան, ամբողջ աշխարհից հավաքում եւ բերում են։ Բայց դրանք շատ սահմանափակ են։ Patriot համակարգի հրթիռների քանակը, որ Միացյալ Նահանգները արտադրում է, պաշտոնական տվյալով տարեկան 100 հատ է, 100 միավոր։ Այսինքն իրենք ունեն լուրջ ռազմական խնդիր, պահուստային խնդիր, եւ այս պահուստային խնդիրի դիմաց կայնելու է Միացյալ Նահանգները։ Ուստի իր գործողությունները տարածաշրջանում չի կարող ունենալ լայնամասշտաբ բնույթ։ Եվ քանի որ չի կարող ունենա, այդ ցամաքային հարձակումը, որ ասում եք, ունենալով 50,000 ամբողջ տարածաշրջանում եւ իր ավիակիրների վրա զորքով ինքը շատ բան չի կարող անի։ Օրինակի համար ավիակիրների վրա, որը հիմա երկրորդն է գալիս եւ համալրվում է։ Ո՞րն է գալիս։ Այո։ Ընդամենը 5000 զորք են, բայց ինքը 5000 զորքը չի կարող այդտեղից բերի։ Քանի որ եթե տեղաշարժեն, այդ ավիակիրները կդառնան ոչ օգտագործելի։ Ուստի 50,000-ը դառավ 45,000։ 45,000-ից տարածաշրջանի բազաներում, Պարսից ծոցի բազաներում ինքը մինչև պատերազմը ուներ 25,000 զորք։
Այդ 25000 զորքը արդեն 1 ամիս է ամենօրյա ռեժիմով, որը 3-ից 4 անգամ եւ ԱԹՍ-ների եւ իրանական հրթիռների միջոցով ռմբակոծվում են։ Ոստի այդ զորքը այսօր բարոյահոգեբանապես ջախջախված է եւ ի վիճակի չի պատերազմելու։ Լավ, դրանց մեջից ասենք թող մի 5000 նորմալ մարդ գտնեն հանեն, որը իսկապես շատ մեծ թիվ եմ ասում։ 15000-ը դուրս եկա, տակը մնում է 30000 զորք, կներեք, 20000 դուրս եկար, մնում է 25000 զորք, 25000 զորքից 14000-ը Ջիբութիում է, որոնցից 10000-ը նոր են հասել, պարզ է, որ իրենք Ջիբութին չեն կարող թողնեն, քանի որ եթե Եմենը մտնի պատերազմի մեջ եւ փակի Բաբոլ Մենդեբ նեղուցը, այդ ժամանակ ամբողջ աշխարհը կկայնի լուրջ խնդիրի առաջ։ Մասնավորապես Եվրոպան եւ նույն Միացյալ Նահանգները եւ իրենք կունենան խնդիր, լոգիստիկ խնդիր։ Ոստի այդ 14000-ից ասենք լավ, թող 4000-ը մնան այնտեղ, 10000-ը դուրս է գալիս։ Գնում է մասնակցում է պատերազմի։ Այսինքն իրենք ռեալ պատերազմի համար ունեն 15000 զորք։ Լավ։ 15000 զորքից 2000-ը դեսանտային զորք է, 2500-ը դեսանտային զորք է, 2500-ն էլ գոնե տեսականորեն եւ զորավարժությունների ժամանակ փորձարկել են ծովից ցամաք իջնելու process-ները, զորավարժությունները եւ այլը եւ այլը եւ այլը։ Այսինքն իրենք մարտունակ ունեն 5000 զորք։ Մնացած 10000-ը լինելու են թնդանոթի միս։ Հիմա իրենք իրենց ասելով ասում են ուզում են Խարկ կղզին գրավեն։ Խարկ կղզին գտնվում է Պարսից ծոցի խորքում, Իրանի եւ Իրաքի սահմանակից տարածքում։ Այնտեղ հասնելու համար Միացյալ Նահանգներ ունի 3 ճանապարհ։ Կամ պետք է անցնի Հորմոզի նեղուցով, որը չի կարող անցնել, քանի որ փակ է։ Կամ պետք է իր զորքերը տանի Կարմիր ծով, Սաուդի Արաբիայի սահմանին իջեցնի, այնտեղից մեքենաներով տեղափոխեն Քուվեյթ եւ այնտեղից իրականացնեն ամենամոտիկ սահմանը Խարկի, այնտեղից նավատորմով հարձակվեն Խարկի վրա։ Հութիների թեման Դրամ չեմ էլ ուզում անդրադառնամ, ուզում եմ այն միֆը, որը որ իրենք ասում են ցամաքային հարձակում, դա բացատրեմ, թե սա միֆ է։ Քուվեյթում կամ Պարսից ծոցում Միացյալ Նահանգները ունի ռազմանավ, չունի։ Ինչու պիտի հասցնեն այդ զորքը Խարկ կղզի։ Ձկնորսական նավակներով, վերևով դեսանտով։ Դեսանտով իրենք ունեն ընդամենը 2500 դեսանտինք, ամեն մարդ չի կարող այն օդանավից դառնի։ Լավ, ուստի Խարկ կղզու վրա հարձակումը շեղող հարձակում է։ Միացյալ Նահանգները լավագույն դեպքում կարող է հարձակվել Ղեշմ կղզի վրա, որը գտնվում է Հորմոզի նեղուցի կոկորդին։ Բայց այդտեղ էլ իրանցիները շատ լուրջ նախապատրաստություն են տեսել բարի գալուստ ասելու Միացյալ Նահանգներին։ Եվ այդտեղ հարձակումը բավականին լուրջ կորուստներ կառաջացնի Միացյալ Նահանգների համար։ Պետք չի։ Լավ, էլ ինչ է մնում անել։ Մնում է հարձակվել օրինակի համար, ասենք Չաբդահար կղզում վրա, որը գտնվում է Օմանի ծովում եւ մոտ է Պակիստանի սահմանին։ Կարող է հարձակվել։ Կարող է արդյոք առաջ խաղացում ունենալ, շատ բարդ է ասել, շատ բարդ է, քանի որ այնտեղ էլ կան լուրջ խոչընդոտներ Միացյալ Նահանգների համար։ Լավ, էլ ինչ կարող են անել։ Իրենք ուզում են ինչ-որ մի բան անեն։ Չէ։ Բայց այդ ինչ-որ մի բան անելու կներեք։ Ահա։ Որևիցե խելացի եւ խելք ունեցող ռազմագետ եւ զորավար երբեք չի ասի, թե իր բուն նպատակը ինչ է։ Մենք ուղղակիորեն ենթադրում ենք եւ այդ ենթադրությունները սահմանված են այն տեղեկատվության հիման վրա, որը ԿՀՎ-ն եւ Պենտագոնը տալիս են արևմտյան մամուլին կամ իրենց վստահելի արաբական, եվրոպական եւ այլ մամուլին եւ իրենք հրապարակ են նետում եւ մենք մտնում ենք իրենց խաղի մեջ։
Այսինքն Միացյալ Նահանգները ունի ինչ-որ մի ծրագիր, բայց այդ ծրագրի մասին չի խոսում։ Հիմա շարունակենք վարկածների Բայց թեման։ ես կուզենայի երկու բան հիմա ասեմ, որպես էլի նույնիսկ ձեզ չխանգարեմ։ Դուք Միացյալ Նահանգների տեսանկյունից եք այդ ամբողջը բացում եւ Միանշանակ։ տալիս։ Նաեւ Իրանի տեսանկյունից ես Իրանը կուզենայի։ դեռ տնենք մի կողմ։ Այնպես է ստացվում, որ Իրանը այնպիսի հզորություններ ունի, որ այդ ամբողջ Միացյալ Նահանգների ջանքերը ինքն է ջախջախում, ոչ թե Միացյալ Նահանգներն է ջախջախում Իրանին, այլ Իրանն է ջախջախում, ձեր ասելով այդպես է ստացվում։ Այսօրվա տեսեք, նորից եմ ասում։ Այսօրվա Իրան Միացյալ Նահանգների պատերազմը ինքը շատ բազմաշերտ է։ Մենք այս բազմաշերտության նոր առաջի փուլն ենք ռազմական առումով։ Եվ մենք խոսում ենք այն նարատիվների մասին, որը Միացյալ Նահանգները հրապարակ են ետում։ Մենք հետո կանդրադառնանք Իրանին։ Իրանին մենք չենք կարող չանդրադառնալ։ Մյուս նարատիվը, որ Միացյալ Նահանգները հրապարակ են նետել, այն է, որ դեսանտով իջնեն եւ Իսֆահանի ստորգետնյա պահեսներից հանեն 450 կիլոգրամ ուրանը։ Նախ եւ առաջ 450 կիլոգրամ ուրանը միտեղ տեղակայված չի։ Ուրանը իր հատկությունից ելնելով, ճառագայթվող նյութ լինելով, իրեն պահում են շատ յուրահատուկ պայմաններում։ Այսինքն իրեն առանձնացնում են 30 կիլոնոց առանձին առանձնացնում են եւ այդ 30 կիլոն պահվում է 17 տոննա քաշ ունեցող արջիջից պատրաստած ցիլինդրների մեջ, որպեսզի այդ ճառագայթումը դուրս չգա։ 450-ը եթե բաժանում ենք 30 կիլոյի լինում է 15 տարա, 15 ցիլինդր, այսինքն 15-ը մենք բազմապատկենք 17 կիլոյի, արդեն շատ մեծ թիվ է լինում։ Միացյալ Նահանգները չունի նմանատիպ լոգիստիկ հնարավորություն այդ ուրանները վերցնելու։ Ուստի սա էլ է շեղող հանգամանք։ Փաստորեն այն ամեն ինչը, որը որ Միացյալ Նահանգները առաջի փուլում խոսում էր, դրանք բոլորը եղել են շեղող։ Մյուս կետի մասին, որը իրենք ցանկություն ունեին իրականացնեին, բայց չստացվեց։ Մինչև պատերազմը, դեռևս անցյալ տարի նոյեմբեր ամսվա վերջավորությունից Միացյալ Նահանգները Սիրիայից տեղափոխեց Իրաք շուրջ 7000 իսլամական պետության գրոհայինների, որոնք գտնվում են Սիրիայի բանտում Հաֆեզ Ասադի Բաշար Ասադի ժամանակահատվածում։ Իրենք տեղափոխեցին այդ 7000-ը Իրաք, որպես իրենց պատրաստեն հարձակում իրականացնեն քրդական ուժերի հետ միասին Իրանի վրա։ Անցյալ տարի, եթե հիշեք, նաև Թուրքիան քրդական բանվորական կուսակցության հետ մի պայմանագիր կնքեց, որ իրենք զինաթափվում են, բայց իրականության մեջ չզինաթափվեցին, իրենք իրենց զենքերով գնացին Քրդստան։ Ցույց տվեցին, որ Ոչ, ցուցադրում դուք շատ լավ գիտեք, թե ինչպես են ցուցադրում երթտեսությունը։ Դե բարձր որ։ Եվ իրենք տեղափոխվեցին Իրաք։ Եվ իրենք էլ պատրաստվեցին, որպեսզի գրոհ կազմակերպեն Միացյալ Նահանգների գրոհի հետ զուգահեռ Իրանի վրա։ Բայց պատերազմի իսկ առաջի վայրկյաններից մինչ օրս, այսպես ասած, կայուն ռեժիմով Իրանը 4-ից 5 անգամ ռմբակոծում է քրդական դիրքերը ու նաև այդ վարսկան սիրիացիների, նաև Միացյալ Նահանգների բազաները Իրաքյան Քրդստանում։ Եվ այդ ծրագիրը ամբողջությամբ ձախողվեց, ամբողջությամբ։ Եվ արդեն այդ ծրագիրն էլ դուրս եկավ։ Ուստի մնում է երրորդ եւ հիմնական խնդիրը, որը որ ունի Միացյալ Նահանգները։ Կամ այնպես ինչպես որ երեք Թրամփը հայտարարեց, ասաց, որ Հորմոզի նեղուցը մեզ պետք չի։ Ում որ պետք է թող գա վերցնի։ Սա էլ է շեղող։ Թրամփի դերակատարումը իր իշխանության գլուխ գալուց հետո մինչ օրս եղել է այն, որ թաքցնի Միացյալ Նահանգների բուն ծրագրերը եւ ինքը լինելով այսպես ասած բիզնեսմեն, ինքը շատ լավ է տիրապետում այդ խաղերին։ Իրականության մեջ այն խաղը, որը իրականացնում է այսօր Միացյալ Նահանգները
Եվրոպայի հետ միասին, դա քաղաքագիտության մեջ կոչվում է անգղի եւ աղոնիկի խաղը։ Մինչև Թրամփի գալը Միացյալ Նահանգները եւ Եվրոպան երկուսը որտեղ գրել էին կոշտ քաղաքականություն Ուկրաինայի նկատմամբ։ Թրամփը եկավ իշխանության, ասաց չէ, ես Ուկրաինայի պատերազմը չեմ ուզում, Եվրոպայինը թող Եվրոպան պաշտպանի։ Բայց դա խաղ էր, որպեսզի ուշադրությունները շեղեն։ Եվ Միացյալ Նահանգները, որը արդեն տեսնում էր, որ մտել են ճահիճի մեջ, ինքը ճահիճից դուրս գա եւ պատրաստվի Չինաստանի հետ պատերազմի։ Քան որ իրականության մեջ Ուկրաինայի պատերազմում մաշեցվում էր արևմտյան ռազմական հզորությունը։ Իսկ Իրանի պատերազմում այդ մաշեցումը շատ ավելի մեծ թափ ստացավ։ Եվ այդ թափը Միացյալ Նահանգների կկործանի վերջնականապես։ Եվ եթե տևի եւս մի քանի ամիս, եւ Չինաստանը հարձակվի Թայվանի վրա, Թայվան ուղղակիորեն չի կարող, ի վիճակի չի ինքը իրեն պաշտպանելու։ Միացյալ Նահանգներն էլ ոչինչ չի կարող անել։ Միացյալ Նահանգները ամբողջ աշխարհում ունի 7 ավիակիր։ Երկուսը 2024-25 թվականին խոցեցին հութիները։ Երկրորդ ավիակերի խոցելուց հետո Թրամփը արագ հայտարարեց, որ մեր առաքելությունը ավարտվել է եւ հեռանում ենք։ Իր հեռացման պատճառը դա էր։ Լավ, մնում է 5 հատ։ Ջերարդ Ֆորդն էլ Թրամփը վերջը ընդունեց, որ 17 կողմից հարձակման է ենթարկվել եւ ԿՀՎ-ի նախկին վերլուծաբանը նկարներ հրապարակեց Կրետեից, որ Ջերարդ Ֆորդը նավի վրան կա շատ մեծ խոռոչ։ Եվ այդ ավիակիրն էլ նվազագույնը 2 տարի դուրս է գալի շահագործումից։ Դա կմնաց 4 հատ։ Աբրահամ Լինքոլն ավիակիրն էլ արդեն մեկ անգամ խոցվել էր Իրանի կողմից, դրա համար հեռացել էր Հնդկական օվկիանոս եւ ինքը շատ բան ի վիճակի չի անելու։ Սա դարավ 4, մնում է տակը 3 հատ։ Մի ավիակիր միշտ Միացյալ Նահանգների ծովային սահմանում բարեկություն է իրականացնում։ Դա կմնում է 2 հատ։ Հիմա Ջորջ Բուշ ավիակիրն էլ գալիս է։ Կմնա մի հատ։ Լավ, Միացյալ Նահանգները էլ ինչ ռեզերվ ունի Չինաստանի հետ պատերազմելու համար։ Չունի փաստացի։ Եթե ամբողջը բերի դեպի Իրան։ Այո, եւ եթե այս երկուսն էլ չխոցվեն պատերազմի ժամանակ։ Այսինքն Միացյալ Նահանգները լուրջ խնդիր ունի իր հեգեմոնիան պահպանելու։ Այսինքն այստեղ ոչ միայն դիտարկում ենք Միացյալ Նահանգներ Իրան, բեմը, ռազմաբեմը, այլ Չինաստան, Իրանի եւ Ռուսաստանի մղվող պատերազմները իրականության մեջ նպատակ ունեն արևմուտքը մաշեցնել մինչև վերջ, որպեսզի Չինաստանը կարողանա երկրորդ կամ այսպես ասած համահավասար դիրք զբաղեցնի եւ աշխարհը կիսի Միացյալ Նահանգների հետ։ Սա է խնդիրը։ Ուրիշ խնդիր չկա։ Եվ եթե այս դիտանկյունից նայում ենք եւ Միացյալ Նահանգները դա շատ լավ հասկանում է, ուստի ինչ է մնում անել Միացյալ Նահանգներին։ Միացյալ Նահանգներին մնում է կամ հայտարարել, որ այս պատերազմը այստեղ հասել է իր նպատակին, ռազմաքաղաքական արմատական ղեկավարությունը ոչնչացել են։ Դա այն ինչ ասում ես վերջին շրջանում։ Այո, 3 գիշերը հայտարարել։ Իրանի միջուկային ծրագիրը ավարտվել է, էլ չի լինելու։ Հրթիռները խոցել ենք։ Հրթիռներ չկա, նավատորմ չկա, եւ մենք հեռանում ենք։ Ղեկավարությունը փոխվել է, նշանակում է ռեժիմը փոխվել է, Հորմուզն էլ մեզ պետք չի։ Հորմուզն էլ մեզ պետք չի։ Այսինքն մի խայտառակ նահանջ, որը Միացյալ Նահանգների հեգեմոնիայի կործանումը շատ ավելի արագացնելու է։ Մասնավորապես, այստեղ կան թաքնված շերտեր։ Միացյալ Նահանգները իր հեգեմոնիան աշխարհի վրա պահպանում էր դեռևս սկսած 1969 թվականից ավելի հզորացրեց այդ իր ազդեցությունը աշխարհի վրա նավթադոլարային գումարներով։
Հենրի Քիսինջերը 1969 թվականին ճամփորդություն իրականացրեց արաբական երկրներ եւ արաբական երկրները, ովքեր որ այն ժամանակ իրենց նավթը վաճառում էին տարբեր արժույթներով եւ տարբեր բաներով, առաջարկեց, ասաց, ձեր նավթը այսուհետ վաճառեք դոլարով, մենք ձեր թագավորությունները կճանաչենք։ Եվ արաբական երկրները սկսեցին իրենց նավթը վաճառել ամերիկյան դոլարով, որի արդյունքում տարբեր պետություններ ստիպված եղան Միացյալ Նահանգներից դոլար առնել կամ Միացյալ Նահանգների պետական պարտատոմսեր գնել, որի արդյունքում իրենք արդեն կախվածություն են ունենում դոլարից։ Դոլարի հետ առևտուրը, դոլարի միջոցով առևտուրը եւ տարբեր պետությունների դոլարային պահուստային ֆոնդը մինչև 2002 թվականը, երբ եվրոն մտավ շրջանառության մեջ, ամբողջ աշխարհում կազմում էր մոտ 97%։ Եվրոյի մուտք գործելուց հետո, մինչև 2015 թվականը, եթե չսխալվեմ թվականը, ամբողջ աշխարհում առևտուրը Միացյալ Նահանգների դոլարով իջել էր մինչև 80%-ը։ Մոտ 17-18% իրականացվում էր եվրոյով։ Այսինքն Եվրոպան ինքը դիտարկվում էր Միացյալ Նահանգների համար որպես մրցակից։ Եվ պաշտոնապես 2012 թվականին էր Բարակ Օբամայի ժամանակահատվածում, որ Եվրոպան, այսպես ասած, դարձավ իր ազգային անվտանգության ծրագրի մեջ որպես կիսաթշնամի պետություն, քանի որ եվրոյի միջոցով իրենք ձեռնոց էին նետել Միացյալ Նահանգների դոլարին։ 2014 թվականի Ղրիմի միացումից Ռուսաստանից հետո սահմանափակումները եւ պատժամիջոցները, որը կիրառվեց Ռուսաստանի դեմ, Ռուսաստանին պարտադրեց, որ ինքը կամաց դուրս գա դոլարային գոտուց եւ ինքը սկսեց ավելի քան 1.8 տրիլիոն դոլարի պարտատոմսերը, որ ուներ Միացյալ Նահանգներում, կամաց մաշեցնել եւ վաճառել։ Եվ 2022 թվականին, երբ սկսեց պատերազմը Ուկրաինայում, արդեն Միացյալ Նահանգներում ինքը ոչ մի պարտատոմս չուներ։ Ինքը հետ էր բերել ամբողջ իր գումարները։ Եվ դրանից հետո, երբ որ սկսեց Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցներ Ռուսաստանի առևտուրի վրա եւ SWIFT-ի սահմանափակումը, Ռուսաստանը եւ Չինաստանը շատ լավ կարողացին օգտվել արևմուտքի, մասնավորապես Ամերիկայի այդ սխալ որոշմանը, եւ որի արդյունքում արդեն 2022-ից մինչև 2025 թվականը աշխարհի պետությունների պահուստային ռեզերվը իջել էր մինչև 55%։ Մնացածը իրենք արդեն վերցել էին թանկարժեք քարերը, ոսկի, ադամանդը եւ այլը, այդ թվում նաեւ չինական յուանը։ Այսինքն հեգեմոնիան արդեն սկսել էր թուլանալ։ Իսկ այսօր առավոտյան էի կարդում Էկոնոմիստ ամսագրում, որ արդեն աշխարհի պետությունների այս մեկ ամսվա ընթացքում աշխարհի պետությունների պահուստային ֆոնդը իջել է 40% դոլարով։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգների հեգեմոնիայի իջեցումը կամ կործանումը ինչ անում ուզում եք իրեն տվեք։ Շատ արագ է իջում։ 97-ից մինչև 40%։ 47-ից։ Այո, բայց 12% ընդամենը մեկ ամսվա ընթացքում։ Սա լուրջ խնդիր է։ Սա ամերիկյան տնտեսության տեսանկյունից։ Պարոն Պետրոսյան, պետք է գովազդային ընդմիջման դուրս գանք։ Խնդրեմ։ Կշարունակենք զրույցը։ Սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ, գովազդային ընդմիջում է եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։
Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչեւ 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ձրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Ապրիլի 1-ին ազգային տեխնիկային թատրոնում կկայանա հեղինակային երգի բարեգործական երեկո։ Այս անգամ երգանները հավաքվել են ի աջակցություն Հուսո տուն բարեգործական կենտրոն հիմնադրամի։ Համերգի ընթացքում դուք կարող եք ունկնդրել Ռուբեն Հախվերդյանի, Երևանի ոսկյաշուն, Էդուարդ Զորիկյանի, Մուրացկանին, ֆանականին, ճգնավորին միանձնոհուն Արմինե Հայրապետյանի, Հայկ Պետրոսյանի, անցած օրեր, դարձած ուշեր, Գագիկ Շիբոյանի, Կյանքի ճամփով միշտ Արեգ Նազարյանի Սուտանկերը մարդից կորած իրական եւ Վախթանգ Հարությունյանի կատարումները Ժամանակին արեգակից չրակի լույս փոքրիկ վառը եւ ձեր մասնակցությամբ մաս կազմել այս կարևոր գործի։ Միասին կարող ենք անել ավելին։ Տոմսերը կարող եք ձեռք բերել Fast Ticket կայքից։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։
Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Վազգեն Պետրոսյանի հետ Հայաստանի ժողովրդական շարժում հասարակական կազմակերպության համակարգող։ Շարունակեք պարոն Պետրոսյան Իրանի թեման հիմա Իրանի տեսանկյունից։ Այո, հիմա արդեն վերադառնում ենք Իրանին։ Իրանը լինելով խորքային պետություն եւ ունենալով բավականին լավ եւ հզոր հետախուզություն, մանավանդ արտաքին հետախուզություն, որը վերջի 35-40 տարիների ընթացքում բավականին լավ արդիականացվել է եւ կարողացել է լավ հետախուզական տվյալներ հավաքի, իրենք այսպես ասած անցան իրենց խաղին։ Անցյալ տարի հունիս ամսվա 12-օրյա պատերազմը, որը տեղի ունեցավ Իսրայելի եւ Իրանի միջև, ու նաեւ Միացյալ Նահանգները վերջի վայրկյանին միջամտեց, բացահայտեց Իրանի ռազմական տեխնոլոգիաների բացթողումները, հրթիռային համակարգերի թերությունները եւ ԱԹՍ-ների թերությունները, որոնք Իրանը շատ արագ Չինաստանի եւ Ռուսաստանի միջոցով այդ ամենը վերացրեց։ Եվ մենք հիմա տեսնում ենք իրենց մոտեցման ռազմավարական մոտեցումը այս պատերազմի ընթացքում։ Մինչ այդ հասնելը, թույլ տվեք ես վերադառնամ անցյալ տարի դեկտեմբերի 27-ին։ Իրանցիները իրենց հաշվարկով Միացյալ Նահանգները եւս պետք է մեկ վերջնական հարձակում իրականացնի Իրանի դեմ։ Իրենց հետախուզական տվյալներով, որը արդեն այսօր նաև խոսում է Մոսադի նախկին ղեկավարը, որ իրենք այս պատերազմը նախատեսել էին այս տարի հուլիս-օգոստոս ամիսների համար, եւ իրենք չէին նախատեսել հիմա իրականացնելու։ Իրանը ունենալով այդ տվյալները անցյալ տարի դեկտեմբերի 27-ին մի հետաքրքիր եւ խորամանկ քայլ կատարեց։ Ինքը նույն քայլը կատարեց, ինչ 2022 թվականին Ռուսաստանը իրականացրեց Ղազախստանում։ Այսինքն իրենք պարտադրեցին ընդդիմությանը դուրս գալ փողոց այն ժամանակ, երբ որ ամենաթույլ վիճակում էին եւ իրենք մտածում էին, որ կարող են հաղթել իրավիճակը։ Եվ այդ ժամանակ իրանցիները դեկտեմբերի 27-ին եւ 28-ին անցյալ տարի դուրս եկան փողոց խաղաղ ցույցի եւ բողոքեցին իշխանության անգործնեության եւ դոլարի կոշտ ու կտրուկ տատանումների դեմ, որը իրականության մեջ պատճառ էր հանդիսացել, որ Իրանում առևտուրը ամբողջությամբ կանգնի։ Այդ արդար պահանջը ժողովրդի կողմից տևեց 10 օր խաղաղ ցույցերով։ Միացյալ Նահանգները, երբ հարձակվեց Վենեսուելայի վրա հունվարի 3-ին, 4-ին եւ կարողացավ անել այն, ինչը որ իրականացրել էր, եւ տեսնելով Իրանի ամեն օր այդ խաղաղ ցույցերի ալիքի մեծացումը, ինքը անցավ այն ծրագրին, որը պետք է իրականացվեր այս տարի հուլիսին կամ օգոստոսին։ Այսինքն իրենք ինչ էին մտածում էին, որ հարձակումն իրականացնեն, զուգահեռ ժողովրդական դժգոհության ալիքն էլ բարձրացնեն եւ իշխանափոխություն իրականացնեն։ Պարզեր որ հունվարին Միացյալ Նահանգները ոչ բավականաչափ զենք զինամթերք եւ զորք ունի տարածաշրջանում, որ անցնի դրան, եւ բայց կա ժողովրդական անհնազանդություն։ Այդ իսկ պատճառով իրենք անցան դեռևս 1984-85 թվականին Միացյալ Նահանգների Քիփթաուն համալսարանի ահաբեկչության դեմ պայքարի վերլուծության բաժնի սցենարների իրականացումը Իրանում, որտեղ համաձայն այդ սցենարի ժողովրդի խաղաղ ցույցերի ժամանակ կիրառված զենքի միջոցով սպանվածների թվի մեծացումը բերելու է ժողովրդի դժգոհություն իշխանությունների նկատմամբ, բերելու է անվտանգության հասկացության իջեցումը եւ ժողովրդի ցասման բարձրացման։ Այդ իսկ պատճառով իրենք հունվարի
6-ին եւ 7-ին Թուրքիայի վրայով ավելի քան 7000 վարձկաններ տեղափոխեցին Իրան։ Այդ վարձկանները մեքենայով տեղափոխվում էին տարբեր քաղաքներ եւ հունվարի 7-ին արդեն Իրանի կողմից հետևող եւ հետապնդվող այս անձանց իրենք ուղիղ նկարահանեցին, որ այս մարդիկ տեղ հասնելուն պես զինվում են եւ սկսում են դիմահար կրակ արձակել ժողովրդի վրա։ Եվ իրենք սպանեցին ավելի քան 1000 խաղաղ ցուցարարների։ Եվ Միացյալ Նահանգները այդ ժամանակ սկսեց այդ ամբողջ ցուցարարների սպանությունը բարթել Իրանի կառավարության վրա։ Առաջի օրը հունվարի 7-ին Իրանը հրաման էր տվել իր զորքին, ոստիկանությանը, որ որևիցե դիմադրություն չցուցաբերեն։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ վարձկանները բառացիորեն փողոցում մորթում են Իրանի հեղափոխության կորպուսի անդամներին կամ ոստիկանությանը եւ հետո այրում են մարմինները։ Այսինքն իրենք դաժանության մակարդակը բարձրացնում են մեկ մակարդակ ավելի վերև, որպեսզի ժողովուրդը ավելի շատ անվտանգության կորուստ ունենա եւ ցասումը ավելի ուժեղանա։ Բայց հունվարի 8-ին արդեն Իրանը անցավ լայնամասշտաբ գործողության եւ չեզոքացրեց Պարոն բոլորին։ Պետրոսյան, շատ ծանր մեղադրանք է։ Դուք դա վստահ եք այդ ամենը, որ դուք ներկայացնում եք։ Այդ ինչը որ ես ներկայացնում եմ, բոլոր վերլուծական մամուլում գոյություն ունի, որը դժբախտաբար Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանության եւ իրեն կցված մամուլը չի անդրադառնում, քանի որ մերոնք ընդհանրապես ցանկություն չունեն լուրջ նյութերով զբաղվեն։ Եվ դրա համար Նիկոլը ժողովրդին զբաղեցնում է ուրախ ավտոբուսով կամ իր հարվածային գործիքների նվագելով կամ Աննայից բաժանվելով։ Բայց դա դուք հայաստանյան իրականության մեջ եք ասում, միջազգային իրականության մեջ վարձկանների հարցը մասնավորապես, որոնք կրակում էին ցուցարարների վրա։ Դուք կարող եք դիմել եւ թուրքական մամուլին, որից հետո խոսեցին, այդ մասին խոսեց նաեւ Թուրքիայի խորհրդարանում, արևմտյան մամուլը անդրադարձավ դրան։ Շատ մարդիկ անդրադարձան։ Այդ անդրադարձել չկա։ Իմ էջի մեջ Facebook-յան էջին ես այդ ամեն ինչը տեղադրել եմ, իրենց սկզբնաղբյուրներով նաև։ Այնպես որ այդպիսի իրավիճակ էր եւ Իրանը ջարդեց այդ դիմադրությունը եւ Միացյալ Նահանգները մինչեւ ավարտեց Վենեսուելայում իր խնդիրները, այստեղ արդեն ջախջախվեց ընդդիմությունը։ Եվ արդեն իրենց բոլոր այսպես ասած հիմնական բջիջները ձերբակալվեցին եւ հիմա Իրանում ամեն օր մի քանի հոգու այդպես գնդակարարում կամ կախական են բարձրացնում։ Այո, դավաճանները եւ նույն Միացյալ Նահանգները գիտեր, որ այդ պետության մեջ օրենքը այդպիսին է։ Երբ որ ոչ էր անում ցուցարարներին, Թրամփը ասում էր՝ դուք դուրս եկեք, մենք կգանք, կհասնենք, նա հրաշալի գիտեր, ինչ դաժանությամբ պետք է կոտրվեն ցուցարարները։ Հիմա Միացյալ Նահանգները հայտարարում է իշխանությունները այդպիսին են Իրանում։ Իրանի դեմ պատերազմը Միացյալ Նահանգները հայտարարում է հատուկ գործողություն եւ չի ասում պատերազմ, որպեսզի եթե Իրանում որևիցե ամերիկացի զինվորական գերեվարվի, իր հետ վարվեն որպես ռազմական գերի։ Բայց իրենք մոռանում են, որ Իրանը պատերազմի առաջի օրը Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությանը եւ բանակին հայտարարեց ահաբեկչական կազմակերպություն։ Այդ իսկ պատճառով, եթե որևիցե ամերիկացի զինվոր գերեվարվի այս պատերազմի ընթացքում, իրենք նրա հետ վարվելու են որպես ահաբեկիչ։ Եվ սա է, որ Միացյալ Նահանգներին սարսափեցնում է ցամաքային հարձակման ժամանակ գերիների ունենալուց։ Սա խնդիր է առաջացնելու Միացյալ Նահանգների համար։ Սա է խնդիրը։ Հիմա վերադառնանք Իրանին։ Իրանը վարած քաղաքականությունը տարածաշրջանում հետևյալն էր, որ պատերազմի առաջի օրը
ինքը սկսեց հարվածել Միացյալ Նահանգների համար հանդիսացող աչքերը եւ ականջները տարածաշրջանում, որոնք տարածաշրջանային նշանակություն չունեին միայն։ Իրենք ունենային շատ ավելի մեծ նշանակություն։ Օրինակի համար Կատարում խոցված ռադարային համակարգը, որի արժեքը գնահատվում է 1 միլիարդ 100 միլիոն դոլար, այդ ռադարով Միացյալ Նահանգները դիտարկում էր մինչև Սիբիր։ Եվ եթե Ռուսաստանը որևիցե հրթիռ էր արձակում դեպի Ուկրաինա կամ օդանավ էր բարձրանում, իրենք նախզգուշացնում էին Ուկրաինային, որ ավելի քան 20-25 րոպե ժամանակ ունեն, մինչև որ հրթիռը կամ օդանավը հասնի։ Հիմա այդ ժամանակը Ուկրաինայի համար իջել է 5-ից 6 րոպե։ Իրանը ոչնչացրեց նաև THAAD համակարգի 2 ռադարային համակարգը, որը ամեն մեկի արժեքը 500 միլիոն դոլար էր։ Այս համակարգերն էլ Իսրայելին հնարավորություն էին տալիս, որ 20-25 րոպե առաջ իմանային, որ Իրանը հրթիռ է ուղարկել։ Բայց հիմա այդ ժամանակահատվածը իջել է 2-ից 3 րոպե։ Այսինքն Իրանը խոցելով Միացյալ Նահանգների ռադարային համակարգերը տարածաշրջանում բառացիորեն կույրացրել է իրեն։ Միացյալ Նահանգների համար մնում էր AWACS-ների օգտագործումը, որոնք օդանավեր են, Boeing տիպի օդանավեր են, որոնք թռնում են բարձր տեղ, եւ իրենք այնտեղ իրենց ռադարային համակարգով կարողանում են միաժամանակ ֆիքսել 300 թիրախ։ Եվ գետնի վրա գոյություն ունեցող հոբ համակարգին կամ կործանիչներին ուղղորդել, որ այդ թիրախները ոչնչացնեն մինչև տեղ հասնելը։ Միացյալ Նահանգները այդ AWACS տիպի օդանավից ունի ընդամենը 16 հատ, որի վերջին օրինակը ինքը ստացել է 1992 թվականին։ Հիմա այդ օդանավերը ունեն շատ լուրջ պայստամասի խնդիր։ 16 AWACS տիպի օդանավերից 7-ը տարածաշրջանում են գտնվում։ Եվրոպա եւ այստեղ։ Իրանը խոցեց դրանցից մեկը թռիչքուղու վրա, այսինքն բառացիորեն կույրացրեց Միացյալ Նահանգներին։ Իրանի թիրախները տարածաշրջանում հենված են եղել հարվածել Միացյալ Նահանգների եւ արաբական երկրների ենթակառուցվածքներին։ Իրանը շատ լավ գիտի, որ ուղիղ առճակատման ժամանակ Միացյալ Նահանգների հետ զինտեխնիկայի տարբերության որակի տարբերությունը շատ մեծ է։ Վերջո Իրանը արդեն 47 տարի է գտնվում է շատ կոշտ սահմանափակումների եւ պատժամիջոցների ներքո։ Բայց Իրանը կարողացել այդ ամենով հանդերձ իր տնտեսական դիմադրողականությունը այնպես ձևավորի, որ դիմանա ճնշումներին։ Միացյալ Նահանգները այդ դիմադրողականությունը չունի։ Այսինքն Իրանը փորձում է ոչ թե ուղիղ առճակատում, այս փուլում ուղիղ առճակատման գնա Միացյալ Նահանգների տեխնոլոգիապես, այլ այս պատերազմը այստեղից տեղափոխի այլ թաքնված շերտեր։ Օրինակի համար Միացյալ Նահանգների բորսային ֆոնդը, որը պատերազմի սկզբից մինչ օրս տարբեր վերիվայրումները թողնենք, որը հիմնականում Թրամփի հայտարարությունները նպատակ ունեն այդտեղ տատանումները պահպանելու եւ չթողնեն այդ շուկան իջնի։ Մեկ օրինակ բերեմ այստեղ։ Երբ Թրամփը պատերազմի 4-րդ օրը հայտարարեց, որ մենք հաղթել ենք, նավթի գինը բարձրացել էր մինչև $120, այդ մենք հաղթեմով իջավ մինչև $85, կտրուկ վայրեջ կատարեց։ Եվ հետո երբ Իրանը շարունակեց իր կայուն գործողությունները, այդ գինը նորից սկսավ դանդաղորեն բարձրանալ։ Հետո Թրամփը հայտարարում է ավելի ուշ, մարտի 9-ին թե 10-ին, մենք այսպես ենք արել, համաձայնության ենք եկել Իրանի հետ։ Նորից այդ գինը իջավ, բայց ոչ թե նախկինվանման $20-25, այլ իջավ $7-8։ Իսկ երեկվա իր հայտարարությունից հետո ընդամենը նավթի գինը $1 իջավ։ Այսինքն շուկան իր վստահությունը Միացյալ Նահանգների կառավարության հայտարարություններին կորցրել է։ Եվ նավթը սկսում է դանդաղորեն բարձրանալ։ Լավ,
Սա նշանակում է, որ Իրանը արդեն ասել է նրան, որ Միացյալ Նահանգների կառավարությանը դարձնի ոչ վստահելի կառավարություն։ Եվ նրա ազդեցությունը շուկայի վրա դառնում է կամաց-կաման 0։ Սա կարևոր հանգամանք։ Երկրորդը, ֆոնդային բորսում կորուստները, որը որ Միացյալ Նահանգները ունենում է, որը ինչպես ասացի, տարբեր վերիվայրումների համագումարում մեկ ամսվա ընթացքում շուրջ 4.5 տրիլիոն դոլար կորուստ է ունեցել։ Սա սարսափելի մեծ թիվ է։ Սա սարսափելի մեծ թիվ է եւ Միացյալ Նահանգների տնտեսության համար այս հարվածը մեծ է։ Երկրորդ տեղը, որ ինչպես արդեն մինչև գովազդը ասացի, նա էր, որ Միացյալ Նահանգների դոլարի օգտագործումը տարբեր պետությունների պահուստային ֆոնդում իջացրեց մինչև $40, 40%։ Երրորդ եւ ամենակարևոր խնդիրներից մեկը նա է, որ Իրանը Հորմուզի նեղուցի վրա ստեղծեց իր գերակա իշխանությունը եւ ներկա դրությամբ ինքը պարտադրում է բոլոր նավերին, ովքեր որ թույլ է տալիս ինքը անցնի, վճարի $2 միլիոն յուանով։ Այսինքն արհեստականորեն ինքը պարտադրում է պետություններին, որպեսզի չինական փողը դարձնեն իրենց պահուստային ֆոնդի գումարներից մեկը։ Սա այստեղ կարելի է արդեն դիտարկել, որ Չինաստանը խաղի մեջ է մտնում։ Չինաստանը վաղուց ի վեր է խաղի մեջ։ Չինաստանը պատերազմի առաջի օրվանից մինչև պատերազմը անշուշտ, բայց պատերազմից սկսելուց անմիջապես հետո չինական արբանյակները on-line ռեժիմով տեղադրում են Իրանի կողմից խոցված բոլոր թիրախները։ Եվ Իրանը հստակ տեսնում է, որ թիրախը ինչքան շեղումով է խփել, եւ իր հաջորդ հրթիռը ճշգրիտ խփում է իր հարվածին։ Այսինքն Չինաստանը հստակորեն տալիս է տեղեկատվություն Իրանին ճիշտ եւ որակով խոցելու համար։ Իրանը խոցելով միջին արևելքի մանավանդ Պարսից ծոցի նավթային, գազային, ալումինի եւ հելիումի գործարանները, այդ թվում նաեւ պարարտանյութի գործարանները, ինքը շատ մեծ խնդիր է առաջացնում արևմուտքի համար։ Քանի որ այդ գործարանները, որոնք որ կանգնել են, ինչպես Իրաքի նավթարդյունաբերության գործարանը կանգնեց ամբողջությամբ։ Պահեստները լցվել են, նավթ արտադրեն, չեն կարողանում վաճառել, հուսի ստիված են կանգնել։ Այդ կանգնելը, եթե 1 ամիս է տևում, իր վերագործարկումը տևելու է մի քանի շաբաթ։ Բայց եթե 1 ամսից ավել կանգնեց, իր վերագործարկումը տևելու է 6 ամիս նվազագույնը։ Այսինքն ամբողջ աշխարհը ունենալու է լուրջ խնդիր պարարտանյութի, գազի, նավթի, հելիումի եւ մնացած այլ ապրանքների պահանջը նվազագույնը պատերազմի ավարտելու պահից եւս 6 ամիս, նվազագույնը 6 ամիս։ Շատ ենթակառուցվածքներ ամբողջությամբ ոչնչացել են։ Միացյալ Նահանգները արդեն տարածաշրջանում իր բազաները ոչ օգտագործելի վիճակում են։ Եվ ինքը իր զորքերը ստիպված տեղափոխել է հյուրանոց։ Դուք ինչքան եք ուզում զինվորներին բայք հյուրանոցներում։ Իրենք իրենց մարտունակությունը շատ արագ կորցնելու են։ Այսինքն այս պատերազմը հյուրանոցներն էլ խոցվում են։ Հյուրանոցներն էլ խոցվում են պատերազմի առաջի օրվանից։ Այսինքն այս պատերազմը ունի շատ բազմաշերտ մոտեցումներ, որը մեզ մոտ դժբախտաբար չեն անդրադառնում։ Դուք այս Իրանի պահը, երբ որ մենք սկսեցինք վերլուծել, ես խնդրեցի, որ դուք ցույց տվեցիք Միացյալ Նահանգների այսպես թույլ օղակները, Իրանի թույլ օղակները։ Իրանի թույլ օղակները առաջի իր մեծ թույլությունը նա է, որ ինքը խնդիր ունի իր 15 հարևանների հետ, որին հասնելու համար Միացյալ Նահանգները բավականին մեծ ջանք է գործադրել վերջի 47 տարվա ընթացքում։ Եվ Իրանը իր մոտիկ շրջապատում չունի բարեկամ։ Վստահելի բարեկամ գոյություն չունի։ Այնինչ որ այսօր Պակիստանը խաղում է եւ որոշ ճակերտավոր իրանագետներ ու արևելագետներ փորձում են ուսանողներին համոզել, որ Պակիստանը խաղում է Իրանի դաշտում, դա կեղծ է։ Դա կեղծ խաղ է։
Պակիստանը, այնպես ինչպես Թուրքիան, այնպես ինչպես Իսրայելը, Միացյալ Նահանգների հենարաններն են տարածաշրջանում։ Եվ այդպիսի հենարաններ իրենք չեն կարող դուրս գալ Միացյալ Նահանգների ուղեծիրից։ Երեք Պակիստանը եւ Չինաստանը ստորագրեցին մեկ հայտարարություն արտգործնախարարների մակարդակով եւ 5 կետով պահանջեցին դադարեցնել պատերազմը։ Իրանը արդեն մերժել է։ Իրանը մերժել է արդեն, պատասխանել է։ Կապ չունի մերժել է թե չէ, բայց կարևորը այս կետն է, որ իրենք հայտարարում են այդպիսի բան, բայց մյուս ձեռքով Չինաստանը Պարսկաստանին է օգնում։ Միացյալ Նահանգներն էլ Պակիստանին է օգնում, որպեսզի իր տարածքում գոյություն ունեցող բելուչներին զինի եւ հարմար պահի իրենք հարձակվեն Իրանի վրա։ Բայց անցյալ տարի, եթե հիշեք, Իրանը խոցեց Պակիստանի տարածքում 25 կիլոմետր խորությամբ այդ բելուչական կառույցների եւ կազմակերպությունների կենցաղավայրը։ Եվ Իրանը ցույց տվեց, որ ինքը չի կայնելու որևիցե մի խնդրի դիմաց, եթե իր հարևանները իր դեմ որևիցե գործողության դիմաց։ Լավ, այդ մեկ օղակ։ Հարևանները վստահելի չեն, Թուրքիան վստահելի չի, Պակերը վստահելի չեն։ Էլ ինչ թույլ օղակ, Հայաստանին դեռ չեմ անվանում, որտեղ Հայաստանին առանձին խոսենք, այո։ Էլ ինչ թույլ օղակ կա։ Իր թույլ օղակներից Ջախջախվել է, շատ բան շարքից դուրս է եկել, հրթիռները վերջացել են։ Հրթիռները վերջացել են, բայց ամենօրյա ռեժիմով իրենք կրակում են։ Իրանը շատ երկար է պատրաստվել այս պատերազմի համար։ Իրանի մնացած թույլ օղակներից մեկն էլ նաև որ Իրանը ժամանակին կարող էր որոշակի բարեփոխումներ իրականացներ եւ չթողներ դժգոհությունների մակարդակը տարբեր տեղերի հասնել, բայց Իրանը նաև ցույց տվեց, որ ինքը խորքային պետություն է եւ ինքը կայսերության գաղափարախոսությունը դեռ պահել է իր մոտ։ Կայսրությունները ինչ հատկություն ունեն։ Այնպես ինչպես որ Ռուսաստանի կայսրություններ, Միացյալ Նահանգները, Անգլիան, Ֆրանսիան, Իրանը, կայսրությունները միշտ թողնում են իրենց մեջ տարբեր մտածելակերպեր եւ մեկ-մեկ հակասական մոտեցում ունեցող մտածելակերպերը զարգանան։ Եվ հետո իրենք այդ բոլորը իմի են բերում եւ կառավարում են իրականացնում։ Եվ այդպես կարողանում են երկար ժամանակ դիմագրավել ճնշումներին եւ խնդիրներին։ Իրանը ցույց տվեց, որ այդ խաղը ինքը շատ լավ է յուրացրել եւ կարողացավ այս վերջի 47 տարվա ընթացքում դա իրականացնել։ Ճիշտ է, Իրանը կարող էր որոշակի բարեփոխումներ իրականացնել, ասենք գյուղատնտեսության բնագավառում եւ այլ բնագավառներում, բայց ինքը քանի որ պատրաստվում էր պատերազմի, ինքը չգնաց այդ ուղղություններով։ Իրանը այսօր աշխարհում գիտական մակարդակով համարվում է 5-րդը։ Իրանի գիտնականները տարեկան 14000 գիտական հոդվածներ են հրապարակում աշխարհի առաջատար թերթերի մեջ եւ ամենաշատ Նեթանյահուն եւ Թրամփը ասում են մենք ոչնչացրեցինք նրանց գիտական իրենք կարող են ամեն ինչ էլ ասել, բայց գիտականներին ոչնչացրեցին։ Բայց փաստը մնում է փաստ։ Փաստը այն է, որ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հրապարակի վրա է եւ իրենք խոցվում են իսրայելական կամ ամերիկյան հրթիռներով եւ իրենք չեն վախենում դրանից։ Իսկ ուր է Նեթանյահուն։ Որքան կդիմանա այսպես կդիմակայի Իրանը ձեր կարծիքով կկարողանա դիմակայել այնուամենայնիվ Իրանը շրջափակումների եւ կիրառված տեխնոլոգիաների միջոցով 47 տարվա ընթացքում, ինչպես ասացի, Իրանը ստեղծել է դիմադրողական տնտեսություն, որը պատրաստվել է դիմագրավել դրսի ճնշումներին։ Եվ Իրանը դարել է ինքնաբավ պետություն։ Առավելագույն մեծ վնասը, մեծ հարվածը, որ Թրամփը ասում է, Իրանը չի էլ կարող իր ֆանտազիաներում երևակայել, թե ես ինչ հարված եմ հասցնելու։ Առավելագույն գործը, որ Միացյալ Նահանգները կարող է անել, Իրանին ատոմային
փոքրիկ ռմբով ռմբակոծելն է։ Դրանից այնքան ինքը ուրիշ բան չի կարող անել։ Իսկ եթե ինքը կիրառի միջուկային զենք, ինչ է լինելու։ Հնարավորություն է տալու Չինաստանին, Ռուսաստանին եւ Հյուսիսային Կորեային։ Շղթայական գնալու է, հա։ Միանշանակ այո։ Մենք տեսանք Կիմ Չին Ինը անցյալ շաբաթ հստակորեն հայտարարեց, որ Հարավային Կորեան ահաբեկչական ագրեսոր պետություն է։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ եթե Միացյալ Նահանգները քաղաքական լեզվից, եթե մենք վերածենք հասարակ ժողովրդին հասանելի լեզվով, նշանակում է, որ եթե Միացյալ Նահանգները իր չափը անցնի, հարձակվելու են Հարավային Կորեայի վրա։ Իդեպ Լավրովն էլ երեք ակնարկ արեց, որ այդպիսի իրավիճակ է, ոչ թե հրթիռային, ոչ թե ատոմային մասին, այլ որ եթե Միացյալ Նահանգները իրենց ինչ-որ բան են թույլ տալիս, դա նշանակում է, այո, դա նշանակում է բոլորն էլ կարող են դա անել։ Միացյալ Նահանգները նոր համաշխարհային համակարգը, որ ուզում է ինքը ստեղծի, իր ուզած այդպիսին է, այն է, որ ամբողջ աշխարհում ստեղծի քաոսային իրավիճակ եւ աշխարհը տանի դեպի պատերազմների նվազագույնը 10-ից 15 տարի, որպեսզի ինքը հնարավորություն ունենա վերաձևավորի իր եւ տնտեսությունը եւ ամեն ինչը։ Եվ ինքը շունչ քաշի, քան որ ինքը օվկիանոսյան կողմն է։ Եվ ինքը շնչի։ Միացյալ Նահանգների խնդիրը դա է, դրա համար է, որ ինքը հրահրում է պատերազմներ ամեն տեղ։ Իսկ Չինաստանը դա չի ուզում։ Չինաստանի հարաբերությունները այլ պետությունների հետ ոչ թե ուժի պարտադրումն է, այլ տնտեսական հարաբերությունների երկկողմ շահավետ համագործակցությունն է։ Այդ իսկ պատճառով Չինաստանի ձեռնտու որ լինի խաղաղություն աշխարհում։ Իսկ սա հակասում է Միացյալ Նահանգների հետ։ Բարի, Գանք Հայաստանի։ Այո, եթե դեմ չեք այդ Իրանի դեսպանի այդ հայտարարությանը անդրադառնանք։ Նախ եւ առաջ առիթ չենք ունեցել անցյալ տարի օգոստոսի 8-ից այս կողմ ձեզ մոտ հանդիպելու եւ խոսելու։ Նշել եք, հիշել եք այդ անցյալ տարի հունվար ամսին էր, որ ես ձեզ մոտ հյուր էի։ Հունվար, օգոստոս։ Ոչ, օգոստոսին չեմ եղել։ Օգոստոսին չեմ եղել։ Հունվարին եք եղել 25 թվականի։ 25 թվականի հունվարին։ Եվ անցյալ տարի օգոստոսի 8-ից հետո, երբ ստորագրեց թրիփի ուղին, ես առիթ ունեցել եմ շատ անգամներ եւ գրել, եւ խոսել, եւ հերոստատեսությամբ ասել, որ թրիփը շատ մեծ բլեֆ է։ Այդպիսի բան Միացյալ Նահանգները չի անի։ Ինչը Միացյալ Նահանգների խորքային կառավարությունը իրենց խելքը հացի հետ են կերել, որը ստեղծեն մի ճանապարհ, որ Չինաստանից եւ Կենտրոնական Ասիայից ապրանքները գնան դեպի Եվրոպա, որպեսի իր մեկ մրցակիցը, որը Եվրոպան է, եւ մյուս թշնամին, որը Չինաստանն է, իրար հետ կապ հաստատեն, որ մի հիմար այդպիսի բան կանի։ Թրիփի ծրագիրը ընդհանրեն ուներ մեկ նպատակ։ Միացյալ Նահանգների ոտքը ուղղակիորեն մեր տարածաշրջան Հայաստանում բացել։ Իրենք արդեն 1996 թվականից ներկայություն ունեն Ադրբեջանում։ Բաքու Ջեյխվան նախագծի առաջի օրվանից, որը ստեղծվեց, այդ օրվանից իրենք այնտեղ ներկա էին։ Իրենց համար կարևոր էր, որ Հայաստանում ունենան ուղղակի ներկայություն։ Եվ դրա համար իրենք ստորագրեցին թրիփը։ Դեսպանատունը քիչ ներկայություն է։ Դեսպանատունը Հայաստանի դեսպանատունը աշխարհում Միացյալ Նահանգների երկրորդ խոշոր դեսպանատունն է, որտեղ պաշտոնական տվյալներով աշխատում է մոտ 2500 աշխատակազմ։ Այդ դեսպանատունը կառուցվեց 2001 թվականին։ Եվ ինքը համարվել է Միացյալ Նահանգների հետախուզական լուրջ կայան մեր տարածաշրջանի համար։ Եվ իրենք զբաղված են եղել Հայաստանում եւ նարատիվների տարածմանը, իրենք զբաղված են եղել ճանաչողական պատերազմով հայ ժողովրդի դեմ, որի արդյունքում հայ ժողովուրդը սկսեց, ճակերտավոր, չեմ ասում բոլորը, սկսեց չտարբերակել բարեկամին եւ թշնամուն։ Որևիցե ժողովուրդ կարող է չճանաչել իր բարեկամին, բայց որևէ ժողովուրդ, որպեսի գոյատևի, պարտավոր է ճանաչել իր թշնամուն։ Հայ ժողովրդի թշնամին
եղել եւ մնալու է Թուրքիան եւ Ադրբեջանը։ Վերջի 400 տարվա ընթացքում, եթե մենք նայենք, կտեսնենք, որ թուրքերը նվազագույնը 3 անգամ ցեղասպանություն են իրականացրել հայ ժողովրդի դեմ։ Վերցրել են հայկական տարածքները։ Այդ տարածքների վրա գոյություն ունեցող ֆինանսական, նյութական ժառանգությունը, որը առաջի աշխարհամարտի ժամանակ հայոց ցեղասպանությունից հետո դրա մեծ մասը Էնվեր Փաշան տեղափոխեց Գերմանիա։ Եվ Գերմանիան իր պարտքերը առաջի աշխարհամարտից հետո Անգլիային վճարեց հայ ժողովրդի ոսկեղենով։ Այս մասին կան փաստեր եւ արխիվային նյութեր, ու կա գիտական հոդվածներ այս մասին, որը դժբախտաբար մեզ մոտ չեն անդրադառնում։ Սա մեկ։ Երկրորդը, ես պետք է հիշեցնեմ, որ մենք ունենք 10 րոպե։ 10 րոպե մեր սահմանափակվել։ Եթե դժվար չէ, շնորհակալություն։ Այսինքն Թուրքիային փոխեցին որպես բարեկամ եւ բարեկամներին ու մնացածին սարքեցին թշնամի։ Հիմա Թրիփով դեսպանի հայտարարությունը հետեւյալն էր, որ Հայաստան-Իրան սահմանը համարվում է անվտանգության գիծ իրենց համար։ Եվ այդտեղ իրավունք չունեն Միացյալ Նահանգները ներկայություն ունենան։ Իսկ Թրիփի այդ ուղին, որը որ իրենք ասում են, իրականության մեջ հետախուզական ուղի էր լինելու Միացյալ Նահանգների համար։ Բայց Իրանը երբևիցե այդ ձևակերպումը տվել է, որ Միացյալ Նահանգները չպետք է այստեղ լինեն։ Գիտեք, դիվանագիտության լեզուն միշտ տարբերվում է ուղի խոսքից։ Բառացիորեն ասեց խաղաղության սահմանը կենսական նշանակություն ունի մեզ համար։ Դա ինչ է նշանակում, երբ որ ասում են կենսական նշանակություն, այսինքն եթե որևիցե մի պետություն գա այդտեղ եւ ուզենա խոչընդոտի մեր կենսական նշանակության ուղիները, մենք հակազդեցություն ենք ցույց տալու։ Սա այդ է նշանակում։ Կներեք, հայերս մատ լավ ասացվածք ունենք, ասում են ուղի խոսքը էշին են ասում։ Դիվանագիտական լեզուն այլ է։ Բարի, եւ եթե այսքանով մենք Իրանի հարցը, Իրան-Հայաստան փոխհարաբերություններն էլ որպես Հայաստանը, որպես Իրանի հարևան, մենք այս հարցը փակեցինք, մնում է նախընտրական Հայաստան, այդ վերջի րոպեները ձեր կարծիքը, ձեր նախընտրական Հայաստանում Նիկոլը ներկա դրությամբ մինչ օրս փորձել է արևմուտքին համոզել, որ ինքը Հայաստանի միակ ռեալ հակառուսական ուժն է եւ ինքը պետք է լինի իշխանության գլուխ։ Եվ դրա համար մենք տեսանք անցյալ տարի ապրիլի 15-ին Եվրամիությունը որոշում կայացրեց, որ Հայաստանին բավականին խոշոր գումար նվիրաբերի հիբրիդային պատերազմի համար, հետո անցյալ տարի դեկտեմբեր ամսին եւս տվեց 20 միլիոն եվրո եւ հետո տվավ եւս 15 միլիոն եվրո, Միացյալ Նահանգներն էլ իր կողմից 145 միլիոն դոլար տվեց ճակերտավոր Թրիփի համար, բայց իրականության մեջ գնում է այդ ուղղությամբ եւ ինքը ստեղծեց այնպիսի իրավիճակ, որ պիտի նորից վերընտրվի ինքը ամեն գնով։ Եվ եթե ինքը այդ ընտրությունների ժամանակ կատարի իրավախախտումներ, Եվրոպան եւ Միացյալ Նահանգները աշկերը փակելու են եւ Եվրամիության հանձնակատարն էլ ասես, որ Մոլդովայի նման Մոլդովան ընդդիմությունը հաղթեց, բայց իշխանությունները չեղարկեց եւ ասես, որ ես եմ հաղթել։ Նույնն էլ այստեղ է տեղի ունենալու, այսինքն իրենք փորձելու են այդ սցենարը այստեղ իրականացնել։ Իրենքով Արևմուտքը։ Արևմուտքը, իսկ Ռուսաստանը ինչ է փորձելու անել։ Ռուսաստանը Հայաստանում ուժ չունի։ Արեք անկեղծ խոսենք։ Հայաստանում որևիցե քաղաքական ուժ չկա Ռուսաստանին հարող։ Ներողություն նորից, եթե կարելի է։ Հայաստանում որևիցե քաղաքական ուժ չկա Ռուսաստանին հարող։ Ոչ մեկը։ Բոլորը թաքնված կամ ոչ թաքնված արևմտամետներ են։ Բացարձակ, լավ չասեմ բացարձակ, տեղ թողնեմ 1%։ Հայաստանի քաղաքական դաշտում իրական վերլուծություն անելու համար չի պիտի նայել վերջի 5 տարվան ընթացքում։ Դուք եթե ուզում եք իմանալ ով է, պետք է նայեք Հայաստանի անկախությունից ի վեր մինչ օրս ով է եղել եւ ով ինչ է։
Եթե որպեսի ավելի առարկայական լինի, դերակատարներին եկեք անվանենք, որպեսի բարձ լինի ում մասին եք։ Ես խոսում եմ բոլորի մասին։ Չէ, բոլորը չի կարելի, որտեվ շատ մեծ է այդպես ներկապնակը, այսպես ասած։ Այդքան մեծ չի ներկապնակը։ Եկեք այսպես ասենք, Փաշինյան ենք վերցնում, եթե դժվար չի։ Ես նախանշեմ, որովհետև իսկապես եւ կարող ենք հետագայում եւս մեկ անգամ հանդիպել այս հարցից էլ հենց սկսել, որպեսզի դուք ժամանակ ունենաք։ Փաշինյան ենք վերցնում, Ռոբերտ Քոչարյան ենք երևի թե վերցնում ենք Սամվել Կարապետյանն ենք վերցնում եւ ես հարցեր եմ տալիս զուգահեռ։ Այո։ Դուք ասեք մի անգամից։ Չէ, ես չեմ ասում, ես շատ կարճ հարցադրում եմ անում։ Որևիցե քաղաքական լիդերի փողերը որ երկրում եղավ, այդ լիդերը այդ երկրի կամակատարն է։ Վերջացավ։ Այդ դրամաբանությամբ եք դուք դա ասում։ Քաղաքականությունը դա է։ Նույնը Սամվել Կարապետյանի մասին եք ասում։ Բոլորի մասին է վերաբերվում։ Բոլորի մասին։ Այսօր երբ որ որևիցե քաղաքական թիմ առանց մտածելու հայտարարում է, որ 300,000 աշխատատեղ է ստեղծում եւ չի ասում թե ումով է ստեղծելու։ Եվ արդյոք կարիք կա այդ 300,000 աշխատատեղը ստեղծել, թե ոչ։ Դու ունես մասնագետ այդ 300,000 աշխատատեղը կառավարես։ Եթե դու բուն խնդիրին չես անդրադառնում եւ անդրադառնում ես միայն պոպուլիստական խնդիրներին, դա նշանակում է, որ դու ջրաղացին ջուր ես լցնում արևմուտքի։ Կամ ավելի կոնկրետացնեմ։ Արդեն քանի տարի է, որ Հայաստանի քաղաքական ճակերտավոր, քաղաքական մեկնաբանների հիմնական մասը խոսում է պատերազմի մասին Ադրբեջանի հետ։ Առանձին հանդիպումներով եւ ընդհանուր հանդիպումներով միշտ այդ վերլուծաբաններն զգուշացել են, որ տղերք, երբ որ դուք այդպես խոսում եք, դուք Նիկոլի ջրաղացին եք ջուր լցնում, քանի որ Նիկոլը ինչ խնդիր ունի 2026 թվականի ընտրություններին, որ հնարավորին չափ քիչ մարդ մասնակցի ընտրություններին, որպեսզի ինքը կարողանա ընտրակեղծիք իրականացնի։ Եվ երբ որ դուք խոսում եք պատերազմի մասին, մի պահ է գալու, որ Նիկոլը այդ ձեր խոսույթը վերցնելու է եւ օգտագործելու է։ Դուք ինչու եք իրեն նմանատիպ հնարավորություն տալի։ Եթե քաղաքական մեկնաբանը կամ քաղաքական գործիչը չի հասկանում ինչ է քաղաքականությունը եւ խոսում է միայն այն ինչը, որ իրեն ասել է, դա չեղավ քաղաքական մեկնաբան։ Քաղաքական մեկնաբան պիտի ունենա տրամաբանություն եւ հերուն տեսնի, թե իր խոսքը ինչ ազդեցություն է թույլ տալիս։ Եկեք վերադառնանք այդ ռուսամետության թեմային, ստացվում է, որ Փաշինյանը, որը ամսի 1-ին այսօր է, ապրիլի 1-ն է, մեկնում է Մոսկվա, Փաշինյանը այդ խոսույթն էլ կա պարզապես օգտագործում են։ Փաշինյանը ռուսամետ ուժ է, իսկ դու իմ նշած Ծառուկյանն էլ հետը միասին, նրանք բոլորը դուք ասում եք արևմտամետ են։ Տեղերով փոխեցիք դուք բոլորին։ Չէ, բոլորին բացարձակապես։ Փաշինյանը այսօր գնացել է Պուտինի մոտ, որպեսզի իրենից խնդրի, որ շարունակի բենզինը, հացահատիկը, պարարտանյութը նույն նախկին գներով Հայաստանին վաճառեն։ Քանի որ ամբողջ աշխարհում այս 3 հիմնական նյութերը իրենց գինը կտրուկ բարձրացել է։ Եվ եթե այդ գները բարձրանա Հայաստանում, ինքը շատ լուրջ խնդիր է ունենալու նախընտրական ժամանակահատվածում։ Ինքը գնացել է խնդրի, որ իրեն էժան ապրանք տան։ Սա է։ Իսկ ընդհանրապես ռուսամետության տեսակետից եւ արևմտամետության ռուսամետը ռուսամետը երբեք չէր կարող Արցախը դատարկել եւ տալ արևմուտքին։ Արցախը տրվեց արևմուտքին։ Այո։ Ինչպես։ Շատ հանգիստ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ որ Պրահայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Եվրամիությունը ծափահարեց իր համար Մակրոնի հետ միասին, իրենք փաստացի ասացին, որ արևմուտքին պետք է Արցախը։ Եվ իրենք Արցախը, որը նստած էր արևմուտքի կոկորդին, իրենք հանեցին։ Եվ Ռուսաստանը լռեց, քանի որ ինքը դեռևս 2007 թվականին հստակորեն Մյունխենյան գագաթնաժողովի ժամանակ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց Պուտինը, որ իրենք որևիցե երկրի ներքին կյանքին չեն խառնվելու։ Եվ մինչև այսօր չեն խառնվում։
իրենք բոլորին զգուշացնում են մինչև որ վերջի պահը, եւ վերջի պահին եթե չեն լսում, այդ ժամանակ իրենք մտնում են ուժով։ Նույնը լանում է Չինաստանը։ Հայաստանի հետ կապված թե ընդհանրապես գործելավոճը այդպեսին։ Իրեն ընդհանրապես իրենց գործելավոճը այդպեսին է։ Դրա համար եւ Ռուսաստանի եւ Չինաստանի ռեյտինգ ամբողջ աշխարհում բարձրանում է, քանի իրենք գործ չունեն երկրների ներսի կյանքին։ Պարոն Պետրոսյան, այստեղ մենք ավարտենք այսօրվա հաղորդումը, ցավոք ժամանակը սպառվեց։ Ես կարծում եմ, որ այս հարցերի շուրջ, որը մենք շոշափեցինք այս վերջին հատվածում, ես գուցե բանավեճ հրավիրեմ եւ դուք եւս մեկ անգամ առիթ ունենաք կիսվելու մեզ հետ ձեր դիտարկումներով ներքին կյանքին եւ ընտրություններին ընդառաջ, վերաբերող հարցերով եւ ընտրություններին ընդառաջ։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, ձեր ծավալուն եւ մանրամասն այս պատասխանների համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Վազգեն Պետրոսյանն էր մեր զրուցակիցը, Հայաստանի ժողովրդական շարժում հասարակական կազմակերպության համակարգող Թուրքագետ, ընդ որում Թուրքիայի հարցն էլ առանձին հարց է, որի շուրջ ես կուզենայի ձեզ հետ քննարկել եւ Իրանի հետ կապված այս պատերազմի շրջանակներին վերաբերող հարցերին եւ Թուրքիա-Հայաստան փոխհարաբերություններին։ Սիրով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն զրուցվարում եմ ես Գայանե Առաքելյանս, բարին ընձեզ։